Գործող ապահովագրական գումարները համահունչ չեն առկա իրողություններին եւ չեն ծածկում ապա ոլորտում առաջացող վնասների զգալի մասը։ Օրերս հայտարարել էին ավտոապահովագրողների բյուրոից եւ ներկայացրել փոփոխություններ, որոնք կգործեն ապրիլի 1-ից, զգալի ավելացնելով դրամական փոխհատուցումների չափերը։ Գույքին պատճառված վնասների համար գործող 1.800.000 դրամի փոխարեն սահմանվել է 2.5 միլիոն, անձնական վնասների համար գործող 3.300.000-ի փոխարեն 3.5 միլիոն դրամ։ Կապանում եւ Սիսիանում վարորդների կարծիքները փոխհատուցման չափի վերաբերյալ տարբեր էին։ Սիսիանցիները հիմնականում գոհ էին։ Ես օրինակ 3 անգամ պատահար եմ ունեցել, անմիջապես զանգել եմ ու գոհ եմ եղել եւ վարձատրությունից, որ վարձատրել են, ասենք թե, եւ նաեւ իրենց վերաբերմունքից։ Ներկայացրել եմ նկարներով, բանով եկավ կամազը խփավ, ինքն էր մեղավորը։ Ոչ զանգել եմ, տեղյակ եմ պահել իրանց ու գոհ եմ։ Դե ասված վճանը որ ապանի, ուշ եմ փոխհատուցում։ բայց ուշ։ Յորնել իսլամ անում վրան, բայց բանը ձգտումն ավելի շատ քիչ էլի վարձատրին, ասին կարող վթարը 100,000 դրամ կազմի, մի 80-70,000, միջև բողոքարկից մեջ։ Վերջին պիտի բերել։ Դժգոհություններ կային վճարի չափի հետ կապված։ Ապահովագրավճարը կարող է բարձրանալ բոնուս-մալուս համակարգի, նաև մի շարք այլ գործոններով պայմանավորված, բացատրում է ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը։ Վերջին տարում եղել է 23% մոտավորապես աճ 21-ից 25 թվականները, որը համադրելի է Հայաստանի գնաճի հետ։ Հայաստանում էլ գնաճի կուտակային վերջի 5 տարում մոտավորապես 23% ա եղել։ Երկրորդը ինքը ունի նաև հստակ պատճառներ, հենց սպეციფიկ պատճառներ։ Օրինակ վթարների քանակի աճն է, նոր էլեկտրոմոբիլների հայտ գալով հատուցումների գումարները, ծախսերը գնալով աճում են։ Հնարավոր է, որ վարորդը չունենա վթարներ, բայց նրա համար եւս բարձրանա ապահովագրավճարը, քանի որ ընկերությունները ստեղծում են հաշվարկային խմբեր հիմնված ռիսկի գործոնների վրա, որոնց մեջ ընդգրկվողը վճարում է սահմանված չափը։ Տարբեր, ասենք, խմբեր են ստեղծում, հա։ Ինչ-որ ծրագրեր են կիրառում հաշվարկներ իրականացնելու համար, որոշ ընկերություններ արհեստական բանականություն են կիրառում, որով տեսնում են, թե որ հանգամանքներն են ցույց տալիս կապ վթարավտանգության հետ։ Հա, այսինքն մեքենայի մագնիշ, սեփականատիրոջ տարիք եւ այլն։ Այդ խմբերի մեջ իհարկե բոլոր ընկնողները յուրաքանչյուր խմբի մեջ լրիվ միատարր չեն կարող լինի, բայց նմանություններ կար։ Փոխհատուցման չափից չբողոքող սիսիանցի վարորդները բարձրաձայնում էին ռեգրեսի խնդիրը։ Երբ ապահովագրող ընկերությունը պարզում է, որ վարորդն իրենց պատահարի մասին չի տեղեկացրել վթարից հետո 40 րոպեի ընթացքում, դիմում է դատարան եւ հետ ստանում փոխհատուցած ամբողջ գումարը։ Հիմի կարող անես վիճակի լինեմ, որ չկարամ ես զանգեմ։ Խոսքի մենական եմ, դեպքանի չկարամ զանգեմ, ասենք։ Ես 40 րոպեվա մասին տեղեկություն չունեմ։ Մեքենայը խփում են, մի 2 ժամ հետո կարող է հայտնես էլի կգան, ինձ թվում է։ Ճիշտ է, ես միշտ պարտադրանը զանգում եմ, բայց ասենք թե կարող է դեպք լինի, ասենք թե որ այդ մարդը չկարողանա 40 րոպեում տեղավորվի զանգի, կամ վիրավոր լինի, կամ ծանր լինի, կամ մոտը մարդ չլինի, այդ մարդը մեղավոր չի։ Բայց համաձայն եմ, որ ասենք թե 40 րոպեն ասենք թե նորմալ է, որ տեղյակ բայս էլի, բայց որ ասեն 40 րոպե հետո դու մեղավոր ես, այդ սխալ է արդեն։ Չկա այդ տեղը որ գնաս բողոքեցի շանտեղ չեն դնելու կոպիտ եմ ասում ներողություն արտահայտությանս, ենթադրենք ասում ենք։ Վարորդների իրավունքների պաշտպանության երկարամյա փորձ ունեցող փաստաբան Արտակ Խաչատուրովի խոսքով խնդիրը ծագում է, քանի որ վարորդներից շատերն ուղղակի չեն կարդում պայմանագիրը։ Հետգանձման համար ապահովագրող ընկերությունների դատական հայցերի 70%-ը սահմանված ժամանակում չտեղեկացնելու հիմքով է, իսկ սահմանված 40 րոպեն պատճառներ ունի։ Որպեսզի դեպքը, այսպես ասած, ֆարկած չլինի, որպեսզի ինքը թարմ հետքերով կարողանա հայտնաբերի վարորդը խմած է, ոչ թափ է եղել, թե ոչ։ Ինքը գումար է տանում, ցանկանում է համոզված լինի, որ դիմացինն էլ պարկեշտ հաճախորդ է ու պատշաճ կատարում է իր պարտավորությունները, չի խափում։ Մարդը ասում է, չգիտեի, որ պիտի ապա զանգեմ, այսինքն որոցը մեկին պիտի զանգեմ։ Դե ես համարում եմ դա աբսուրդի ժանրից է, էլի։ Քննարկեցինք նաև հանգամանքը, երբ վարորդը մարմնական լուրջ վնասվածքներ է ունեցել եւ ի վիճակի չի եղել զանգահարել ապահովագրական ընկերություն։ Այս դեպքում 3 օր ժամանակ է տրված եւ բոլորովին պարտադիր չէ, որ վարորդն ինքը տեղեկացնի, բացատրում է փաստաբանը։ Այժմ միայն մեկ միասնական հեռախոսահամարով պետք է զանգել
112։ Այ ամբողջ խնդիրը դա էր, որ մեծ մասը դա չգիտի, իսկ ովքեր որ գիտեն, դեռ մտածում են, ասենք 102 պիտի զանգեն։ Բռնագանձումների մոտ 30%-ը ինչ դեպքերին տեղի ունենում։ Երբ որ դու երկար տարիներ օրինակի համար ռոսկոստրախում էի կապը արած լինում, հետո մի տարի ընդհանրենք սիլի արժեքը էժաներ, սիլ էի կանում, այդ տարի պատահար էիք ունենում ու զանգում էիք Ռոսգոստրախ։ 20 րոպե զրուցում լալալուլու, ոչ օպերատորներ տեղեկացնում, ոչ էլ մարդն էլ գլխին կնում, որ պիտի ուրիշին զանգի, ու տես պարզում էր, որ ուրիշ ապա է զանգել, ինչը հետագայում էլի հետգանձման հիմքեր հանդիսանում։ 112 զանգելուց հետո դեռևս պարտադիր է տեղեկացնել նաև ձեր ապահովագրողին, պարզաբանում են ավտոապահովագրողների բյուրոյից, բայց եթե չհասցնեք 40 րոպեի ընթացքում անել դա, ռեգրես չի լինի։ Ձեր զանգը ոստիկանություն վթարի մասին պատշաճ ծանուցման փաստ կհամարվի։ Տիգրանուհի Բադալյան, Մհեր Մանուչարյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։